Ողջույն ընկերներ, խնդրում եմ եթե լսում եք ինձ մեկնաբանության մեջ մի հատ պլյուս դրեք, ողջույն ձեզ, Սերինե, Ագա, լսում եք ինձ, լսում եք, okay, մի փոքր է սպասենք թող միանան, մի փոքր, մի հատ ասեք ինչպես եք, բոլորդ անգլերեն սովորում եք հիմա, կամ ուզում եք սովորել, այո, թե ոչ, Okay. Շատ լավ, հիմա ես կկիսեմ ձեզ հետ Նելի ջան, տեսանյութը, այո, լինքը կուղարկենք մեր ալիքում Telegram-ի, որ կարծում եմ գնացված եք այդտեղ Թույլ տվեք կիսեմ էկրանս Ուրեմն, այսօր քննարկելու ենք 5 մեթոդ, թե ինչպես բարելավել ձեր խոսակցական հմտությունները։ Հաստատ լսել եք տարբեր մեթոդներ, բայց կավելացնենք ևս մի քանիսը։ Միգուցե չեք լսել դրանց մասին։ Եվ ուրեմն, նայելու ենք, քննարկելու ենք common problems while speaking, ընդհանուր տարածված խնդիրները, երբ խոսում են անգլերեն, solutions to these problems, լուծումները այս խնդիրների, և 5 useful techniques to master speaking, և 5 օգտակար մեթոդ տիրապետելու, խոսելու արվեստին։ Տեսնենք ելով կա մեզ միացած, Okay. Ուրեմն, գնացինք առաջ, ամենաառաջինը, որն է ամենաառաջի խնդիրը, ինչն է խանգարում խոսել անգլերեն, ամենաառաջինը, եթե շատ չեք օգտագործել, դա արտասանության խնդիրներն են, ինչպես ենք զարգացնում արտասանությունը, լավագույն մեթոդներից է practice pronunciation by copying, այսինքն լսել և արտաբերել նույն ձև, ինչն է կարևոր այստեղ, ուրեմն, երբ որ ասում ենք արտասանություն, ինչն է կարևոր, ես երկու կոմպոնենտ եմ առանձնացրել, առաջինը բառային շեշտն է, ուզում եմ խոսել մի փոքր, թե ինչի է կարևոր բառային շեշտը, հայերենում բառային շեշտը միմիայն վերջին վանկի, վերջի ձայնավորի վրա է դրվում որպես կանոն, անգլերենում այդպես չէ, անգլերենում շարժական է, կախված է բառից, բառը և թե շեշտում ենք տարբեր վանկեր, իմաստը փոխվում է, օրինակ invalid, երբ որ շեշտեմ երկրորդ վանկը, invalid, իդեպ, անգլերենում շեշտը դրվում է ոչ թե ձայնավորն ենք շեշտում, այլ շեշտում ենք վանկը, շեշտը դրվում է վանկից առաջ, invalid նշանակում է ոչ վավեր, անվավեր, եթե շեշտը փոխենք, առաջի վանկը շեշտենք, կասենք invalid, դա ինվալիդն է, այսինքն անգլերենում բառային շեշտը շատ կարևոր է, հետևաբար, երբ որ փորձում եք նմանակել արտասանությունը, ձեր ուշադրությունը պետք է լինի շեշտը, նաև շեշտը, գնացինք հաջորդին, եկեք փորձենք տվյալ բառերը շեշտադրենք, ես ձեզ կտամ 1 րոպե ժամանակ, փորձեք գուշակել, թե որ վանկը պետք է շեշտել,
Կարող եք screenshot անել, որ ես գնամ մեր live-ը եւ տեսնեմ, թե ինչ տարբերակներ կգրեք։ 1 րոպե ժամանակ screenshot արեք, փորձեք շեշտադրել տվյալ բառերը եւ կքննարկենք միասին։ Ապա տեսնեմ ինչ տարբերակներ եք գրում ժողովուրդ։ Առաջինը որ բառներ important, որ վանկը կշեշտենք, որ վանկն ենք շեշտում important։ Ոչ ոք չի գուշակել։ Շողիկ, ճիշտ է, important։ Էլ տարբերակներ ունենք։ Մյուս բառերը, ժողովուրդ, prefer, understand, development, decision, pronunciation, industry, industrial, ապա Շողիկ, արտաբերում ենք prefer, թե prefer, լավ, գնացինք, ուրեմն, important, շեշտում ենք երկրորդ վանկը, եթե առաջին վանկը շեշտենք, այլ բառ կստացվի, important, հաջորդը, prefer, ոչ թե prefer, understand, չենք ասի understand, կամ understand, ոչ, understand, հաջորդը, development, երկրորդ վանկը, չենք ասի development, no, development, հաջորդը, decision, երկրորդ վանկն ենք շեշտում, հաջորդը, pronunciation, այո, industry, ուրեմն, խոսքի մասը փոխում ենք, արդյունաբերություն, industry, եթե արդյունաբերական, շեշտը փոխվում է, industrial, պարզեր բոլորին, industrial, այո սերն է, industrial, prefer, շատ լավ, գնացինք առաջ, հաջորդը, ուրեմն, հաջորդը անգլերենի հնչյուններն են, դժվարանում են հնչյունները ճիշտ արտաբերել, հիմնականում խնդիրը ոչ թե նա է, որ հայերենում չունենք տվյալ հնչյունը, կան հնչյուններ, որ հայերենում չունենք, բայց հիմնականում հնչյունների հաջորդականությունն է, օրինակ հայերենում շատ քիչ է, երբ երկու ձայնավոր, չգիտեմ եք մտաբերել, որ 3 ձայնավոր լինի մեկ բառում իրար հետևից, անգլերենում կա, օրինակ նայենք furious բառը, արտաբերում ենք F, Y, U, R, I, S, հայերենում բոլոր հնչյունները կան, ճիշտ է, բոլոր տառերը մենք ունենք, բայց երբ որ ուզում ենք միասին արտաբերել ճիշտ, կարծես թե լեզուն հարմարված չէ,
furious, Չգիտեմ ձեզ մոտ ստացվում է թե չէ, բայց ինձ մոտ ստացվում է։ Հաջորդը անգլերենում տարածված են դիֆտոնգները, դիֆտոնգների երկհնչյուններ են, այսինքն երկու բաղաձայն միասին, own սեփական, իդեպ ասեմ, ամերիկյան անգլերենով o տարբերակն է և բրիտանական անգլերենով o տարբերակն է, այսինքն own կհնչի բրիտանական անգլերենով, own ամերիկյան անգլերենով։ Նայեք, երեք ձայնավոր իրար հետևից են։ Lower, իհարկե ռն կարող է չարտասանվել, lower, որպես սովորողներ, որպես հայ սովորողներ, մեր լեզուն ադապտացված չէ երեք ձայնավոր իրար հետևից ասել։ Ոչ թե հայերենում բացակայում է հնչյունը, այլ ուղղակի ադապտացված չենք։ Ուրեմն, պետք է սովորել ադապտացնել լեզուն, ճիշտ արտաբերել։ Սրանք են հիմնական խնդիրներն են։ Ուրեմն, անգլերենի դասական տրանսկրիպցիոնով է մեզ ծանոթ, հա, English Sounds, ուրեմն, հիմնադիրը Adrian Underhill-ն է, սա է հիմնականը, եթե ուզում եք ճիշտ կարդալ, որպեսզի հետո ճիշտ արտաբերեք, հակիրճ ներկայացնեմ, ուրեմն բաղկացած է երկու մասից, ունենք վերևի հատվածում ձայնավորներ, ներքևի հատվածում բաղաձայներ, տվյալ տրանսկրիպցիաները տառանման սիմվոլներ են, բայց իրենք տառեր չեն, ուրեմն վերևը ձայնավորներն են, ներքևը բաղաձայները, ձայնավորները իրենց հերթին ունենք միահնչյուններ և երկհնչյուններ, միահնչյունները, եթե տեսնում եք, այստեղ ունենք երկու կետ, սա երկարն է, կարող է բառային իմաստ փոխել, երբ ասում ենք կարճ կամ երկար, օրինակ, leave, թողնել գնալն է, կամ ինչ-որ բան թողնել ինչ-որտեղ, և live, ապրել, հետևաբար իրականում կարևոր է, ձայնավորներն են և երկհնչյուն ձայնավորներն են, իը, ուը, էը, այսինքն, երբ որ տեսնում ենք հաջորդող հնչյունները, չենք մտածում, որ իրենք առանձին ձայնավոր և ն է, միասին ենք ասում, այ, օյ, շատ տարածված սխալ է, մի հնչյունի բացակայությամբ բառը ուղղակի այլ բառ է ստացվում, օրինակ, lake, մեկը lake, որը պակասություն աներն է, և lake, ավելացրեցի ստացվեց լիճ, և ներքևում տեսնում ենք բաղաձայները, և մեկ շատ կարևոր բան եմ ուզում ձեզ ասել, որ սրանք յուրաքանչյուր սիմվոլ մեկ հնչյուն ունի, եթե մենք դիտարկենք որպես տառ, սա, մենք կարտաբերենք P, երկու հնչյուն, բաղաձայն և ձայնավոր, բայց որպես տառ, P, ավելորդ ձայնավոր չենք ասում, P, B, T, ուրեմն հայերենում ունենք գրեթե բոլորը, միայն այս երկուսն է, այսպես ասած շատերի սիրած հնչյունն է th, որը ատամնալեզվային է, լեզուն դնում ենք ատամների արանքը, th և d տառերն ենք արտաբերում, th, չունենք նաև n և g հնչյունների խառնուրդը, որը արտաբերում ենք ետնալեզվային ng, օրինակ, English, չենք ասում English, և w հնչյունը մի փոքր ավելի ու-ի նման է և սովորողները ամեն դեպքում այս հնչյունի հետ խնդիր չունեն, գնացինք առաջ, հաջորդը ինչն է մեր խնդիրը, բառերը, տարածված խնդիր է, որ բառերը չեմ կարողանում հիշել, ինչպես հիշել, մոռանում եմ, չեմ կարողանում արտահայտել իմ միտքը, էկրաններին տեսնում եք կլասիկ բառարանի օրինակ և ուզում եմ ձեզ հարց տալ, դուք կարծում եք, որ տվյալ օրինակը բառարանի լավ տարբերակ է, թե ոչ և ինչու, կարդամ ձեր մեկնաբանությունները,
Ապա տեսնեմ Սերինե ինչ եք կարծում Ռուզաննա Սուրեն Էլլա Այ շատ լավն էր բառերը ցանկալի է սովորել կոնտեքստում հաջորդը դրա մասին էի խոսելու Ինչ կարծիքներ ունենք էլ Չունենք էլ կարծիքներ, բայց ձեզ ասեմ, որ բարերը նման ձևով սովորելը իրականում ստրեսային է։ Ամեն առաջինը նրա համար, որ բարերը շատ խիտ են գրված ու վիզուալ տեսողության խանգարում են։ Բառը պետք է ազատ թողել, միջավայր թողել բառերի մեջ, որ բառերը գրեթե բոլորի մոտ վիզուալ տեսողությունն է զարգացած, որպեսզի բառերը վիզուալ հիշողության համար հարմար լինեն։ Լավ տարբերակ է օրինակ սա։ Գրում ենք բառը, բաց ենք թողնում, գրում ենք հաջորդ բառը, բաց ենք թողնում, տարածքը ազատ է, նույնիսկ թարգմանությունը մյուս էջում է, եթե պետք լինի կարող ենք փակել մյուս էջը, նայել բառին, հայերեն կամ անգլերեն եւ փորձել մյուս տարբերակը հիշել։ Սա այսպես, բայց ինչպես ասեց անունը չկա գրված, բառերը ցանկալի է սովորել կոնտեքստում, ինչպես նաև մի քանի բացատրություններով։ Այո, բառը ճիշտ է սովորել կոնտեքստում։ Նույնիսկ եթե չգիտեք բառը, հնարավոր է բառը գուշակեք կոնտեքստից։ Կամ նույնիսկ եթե կարդում եք տեքստ, սովորել պատմելու համար, եւ հետո վերարտադրում եք տվյալ բառը, ձեր հիշողության մեջ շատ ավելի հիմնավոր է նստում, քան բառը, որ գրել եք լիստային տարբերակով եւ ուղղակի կարդալով ուզում եք սովորեք։ Միանշանակ բառերը կոնտեքստում սովորելը լավագույն տարբերակն է։ Երբ որ ասում ենք կոնտեքստ, նկատի ունենք եւ գրավոր տարբերակ, այսինքն տեքստեր, կարդալ սովորել եւ վիդեոնյութերի միջոցով, որ լսում եք ամեն դեպքում բառ կոնտեքստում, հասկանում եք, որովհետեւ հետո դուք էլ գիտեք, թե ինչ կոնտեքստում է հարկավոր օգտագործել տվյալ բառը։ Հիմա pay ինչ է նշանակում։ Եթե ասեն ինչ է pay, բնականաբար թարգմանում ենք վճարել։ Tune ուղղության նաղդիր է եւ attention-ը ուշադրություն։ Բայց երբեմն անգլերենում, ոչ թե երբեմն, այլ գրեթե միշտ անգլերենում, երբ որ բառերը համադրվում է, ստեղծում ենք այլ իմաստով բառեր։ Pay attention to նշանակում է ուշադրություն դարձնել։ Հիմա երբեմն դասերի ժամանակ ստացվում է, որ ինձ հարցնում են, օրինակ դարձնել ոնց կասենք անգլերեն։ Make something, օրինակ նրան երջանիկ դարձնել, make him happy, բայց հարցը այդ դարձնելը չէ, այսինքն կոնտեքստից դուրս, երբ որ հարց են տալիս, իհարկե պատասխանը այնքան է չի համապատասխանում ճիշտ համատեքստին։ Հետևաբար պետքա բառերը համադրել, հասկանալ արտահայտությունը եւ սովորել բառերը միասին։ Նման բառեր լինեն արտահայտություններ, լինեն phrasal verb-երը հայերեն հարադրավոր բայերն են, որ գիտենք ավելացնում ենք նաղդիր եւ ստանում ենք բացարձակ այլ բառ, օրինակ հիշենք give տալ, give up, ինչ անել, թողնել։ Բացարձակ իմաստը փոխում է, պետք է դրանք սովորել որպես առանձին բառեր։ Կամ language chunks, ոնց որ լեզվի կտորներ։ Օրինակ, կասենք fast food, բոլորս գիտենք, արագ սնունդն է։ Բայց եթե ասում ենք meal, meal-ը որն է, breakfast-ը meal է, dinner-ը meal է, չենք ասում fast meal, ասում ենք quick meal։ Ինչու դա ոչ ոք չի կարող բացատրել, ուղղակի ինքը language chunk է, այդպես է լեզվի մեջ արմատավորված։ Ուղղակի պետք է հիշենք, վերջ։ Եվ եկանք
հասանք քերականությանը։ Համոզված եմ, շատ սովորողներ են եղել հիմա, որ դիտում են, որ քերականության վարժությունները հիանալի գրում են, գիտեն քերականական կանոնները, փայլում են ուղղակի թեստեր գրելու ժամանակ, բայց հենց պետք է խոսեն, քերականություն չկա։ Երբ սխալը նշում եմ, հետո գրում եմ գրատախտակին, որ սա էր ձեր սխալը, հա, իրանք մինչև իմ ուղելը իրենց ուղում են։ Ինչն է խնդիրը, որովհետև հիմնական ուշադրությունը դարձնում եք քերականություն սովորելուն եւ զուգահեռ չեք վերարտադրում այդ քերականությունը։ Նայեք, անգլերեն լեզու սովորելը հիմնական գլխավոր փուլերն են երկուսը։ Առաջին ունենք input, հա, այսպես ասած, մենք ներդրում ենք անում գիտելիքները, հետո ունենք output, պետք է ինչ որ ներդրել ենք, մի հատ էլ ցույց տանք, արտահայտենք, ոչ միայն սովորենք, այլ նաև կարողանանք վերարտադրել մեր սովորածը։ Ասածս նա է, որ եթե օրինակ սովորել եք present simple ժամանակաձևը, մինչև խոսքով չեք ամրապնդում, մի գնացեք առաջ։ Եկեք մի օրինակ ասեմ։ Ինչպես օրինակ, մի քերականություն present simple-ը ամրապնդել։ Հարկավոր է ինչ անել։ Գործ ունենալ present simple-ով կոնտեքստի հետ, համատեքստի հետ։ Վերցնում եք մի տեքստ, որը լցված է լիքը present simple ժամանակաձևի օրինակներով, կարդում եք, սովորում եք պատմել, նորից եք կարդում, բառերը փորձում եք հասկանալ, ինչու է այդտեղ էս կար, ինչու է այդտեղ չկար, ինչի էր այդտեղ don't, doesn't, փորձում եք սովորել, վերարտադրել, հիմնավորել, նոր գնաք առաջ։ Որովհետև առանց խոսքով ամրապնդելը ինքը ձերը չի, այնպես ինչպես որ ուզում եք որ լինի։ Ուրեմն, հիմա խոսենք մի քանի մեթոդի մասին, ինչպես բարելավել այնուամենայնիվ այս խոսակցական հմտությունները։ Ուրեմն, imitation is your best teacher։ Ինչպես որ ասեցի, երբ որ կրկնօրինակում եք, հիանալի մեթոդ է։ Ես տվյալ նյութը, որ հիմա դուք տեսնում եք էկրաններին, կտեղադրեմ մեր Telegram-ի ալիքում, որ կարողանաք մուտք գործել, բացել, օգտվել։ Առաջին լինքը, որ տեսնում եք, սա մի կայք է, որտեղ կան բոլոր լեվելները, տեքստեր, և կան տեքստերի աուդիո տարբերակները։ Եվս մի բան եմ ուզում կարևորել, երբ սովորում եք, անպայման վերցրեք ճիշտ անգլերենի մակարդակի նյութեր, որովհետև եթե դժվար լինի, չեք ուզելու էլ սովորեք, որովհետև խոչընդոտը մեծ է լինելու։ Եթե հեշտ լինի, ժամանակ եք կորցնելու, անիմաստ նորից կրկնելու այն, ինչ գիտեք, անիմաստ ժամանակ եք կորցնելու։ Ուրեմն, առաջինը տարբեր լեվելների նյութեր էին։ Երկրորդը British Council-ի կայքն է, այստեղ եթե տեսնում եք listening-ի բաժինն եմ վերցրել, որովհետև listening-ի բաժնում կան տեքստերը արտասանված։ Կարող եք լսել և կրկնել։ Եթե շատ եք թերանում արտասանությունից, բառ կանգնեցնում եք, կրկնում եք, կանգնեցնում եք, կրկնում եք։ Մյուսը ուղղակի օրինակ է աուդիո գրքի YouTube-յան էջից։ Նույնը, լսում եք, կանգնեցնում, կրկնում եք, բարձրաձայն, հա, իդեպ, բարձրաձայն եք կրկնում, կխոսեմ արտասանական ապարատի մասին, սա այսպես, հաջորդը, your mouth needs muscle memory, այսինքն բերանը, արտասանական համակարգը, պետք է կարիք ունի մկանային հիշողության,
Երբ որ դուք բառը անընդհատ կրկնում եք, բառը յուրացնում եք։ Հետո երբ որ պետք լինի, դուք դա հեշտ հիշելու եք եւ արտաբերեք։ Պետք է ադապտացնեք ձեր արտասանական համակարգը անգլերենին։ Ուրեմն, տարբերակներից մեկը վերցնում եք որևիցե տեքստ, սա ուղղակի New Language Leader-ից Intermediate Course Book-ից վերցրած մի հատված է։ Օրինակ, վերցնում եք մի տեքստ, որևիցե տեքստ, ինչ քանակությամբ ուզում եք։ Ու սկսում եք բարձրաձայն, ինչի բարձրաձայն, որտեղ միտքը չեք վարժեցնում, այլ արտասանական համակարգն եք վարժեցնում։ Բարձրաձայն սկսում եք արտաբերել, կարդալ մի հատված ու տվյալ հատվածը կարդում եք անխնա շատ, 10 քիչ եմ ասում, ես 10 եմ ասում, բայց դուք կարդում եք 20-30 անգամ։ Ինչքան իհարկե համապատասխան լեվելի, եթե ցածր լեվել է անգլերենի իմացությունը, հեշտ տեքստեր եք վերցնում։ Եթե ավելի բարձր է, ուզում եք յուրացնեք ինչ-որ բարդ արտահայտություններ, հարադրավոր բայեր, ավելի բարդ քերականություն, քերականական կառուցվածքներ ինչ-որ հետաքրքիր կամ բառապաշար, անխնա կարդում եք բարձրաձայն փոքր հատված։ Ավելի լավ է 10-15 տող կարդակ օրինակ 30 անգամ, կարդալուց հետո դուք պատկերացնում եք, չէ, ոնց եք յուրացնելու բառերը, արտահայտությունը, քերականությունը, քան օրինակ ամբողջ տեքստը կարդակ 2 անգամ։ Օրինակ։ Հաջորդը, silence your inner critic։ Բոլորը, չասեմ բոլորը, լավ։ 90% սովորողները մտածում են, որ իրանք ամենավատը գիտեն անգլերեն, որ իրանք ամենավատն են խոսում անգլերեն, որ իրանցից վատը չկա, ու նույնիսկ հարցնում են ինձնից ավելի վատ սովորող ունեք, թե չէ։ Չէ, ժողովուրդ։ Մարդիկ սովորում են սխալներով, դա շատ նորմալ է սխալ անելը։ Եկեք պատկերացնենք մարդ, ով հայրենը ամերիկացի, չգիտեմ, այլ երկրի անձ, ով սովորում է հայերեն, պատկերացնեք ինչքան սխալ կանի։ Ու պատկերացնեք մենք ինչքան ուրախ ենք, որ ինքը մի կերպ շնորհակալություն բառը հայերեն ասում է։ Լեզվի հիմնական ֆունկցիան հաղորդակցումն է։ Եթե դուք ուզում եք ինչ-որ մեկից գրիչ, ուզում եք ջուր խմեք, եւ այդ խնդիրը լուծում եք վատ քերականությամբ, վատ բառապաշարով, այնուամենայնիվ դուք այդ խնդիրը լուծում եք։ Եվ այստեղ կարևորը խնդիր լուծելն է լեզվի միջոցով, եթե իհարկե լեզվաբան չեք։ Ուրեմն այստեղ առանձնացրել եմ լինքեր, հղումներ, որտեղ կան անգլերենի սխալները։ Ու այստեղ սա փոքր վիդեո է, երեխա է սխալ արտաբերում, սա կտեղադրեմ, կբացեք կնայեք, այստեղ գրել եմ րոպեն, թե երբ կտեսնեք սխալը։ Եկեք նայեք սխալներին, the bestist չենք ասում, որովհետև best-ը good-ի արդեն գերադրական աշճանն է, եւ good, better, the best արդեն is-ը պետք չի, is-ը ավելացնում է, չենք ավելացնում, որովհետև անկանոն է, հա, կասենք smallest, որովհետև small-ը կանոնավորածական է, բայց best ենք ասում։ Հաջորդ իդեպ շատ տարածված սխալ է, it means, դա նշանակում է, մինը նշանակել, ինքը գործողություն է։ Մեզ պետք չի to be by այստեղ օգտագործել, it means տարբերակ չունենք։ Ունենք it means, դա նշանակում է։ Հաջորդը he don't, կարծում եմ շատերը գիտեք, որ he համար present simple-ով ոչ թե don't ենք ասում, այլ doesn't ենք ասում։ Եվ նմանատիպ սխալներ շատ կհանդիպեք, բայց մարդիկ ինչ են անում, իրենց խնդիրը լուծում են սխալներով։ Հասկանում է լսողը, ջուր են ուզում խմում են իրենց ջուրը եւ հարցը լուծված է։ Այսինքն silence your inner critic։ Մի այդքան ձեզ քննադատեք։ Ազատություն տվեք եւ իմացեք, թող իրենք երազեին հայերեն սովորել։ Դուք շատ լավ խոսում եք անգլերեն, ինչ էլ որ խոսում եք, շատ լավ է այդ քանակությամբ խոսալը։
Գնացինք առաջ։ Create your own speaking environment։ Ուրեմն, քանի որ մենք չենք ապրում անգլիախոս երկրում, մենք ստիպված ենք ինքներս ստեղծել այդ միջավայրը։ Իհարկե, ամենաառաջի տարբերակը, որ մարդ կարող է իր միջավայրը ստեղծել, իհարկե անգլերենի դասերն են։ Մասնագետն է ստեղծում, սովորում են, այդպես ստեղծվում է արհեստական, իհարկե, ոչ բնական։ Բնական կլիներ, եթե մենք ապրեինք անգլիախոս երկրում։ Արհեստական միջավայր ենք ստեղծում, այնուամենայնիվ ստեղծում ենք։ Հաջորդ տարբերակը, ես այստեղ առանձնացրել եմ մի քանի տարբերակ, ուրեմն անգլիախոս ընկերներ ձեռք բերելն է։ Առաջի 3 լինքերը լեզվի փոխանակման կայքեր են։ Ինչ է նշանակում լեզվի փոխանակում, հիմնական ֆունկցիան, օրինակ, ինչ որ մեկ ուզում է սովորել այն լեզու, որը դուք գիտեք, օրինակ հայերեն, դուք էլ ուզում եք սովորել անգլերեն, եւ օրինակ 20 րոպե խոսում եք հայերեն, 20 րոպե խոսում եք անգլերեն, լեզվի փոխանակման կայքերը։ Իհարկե պետք է գտնեք լավ անձի, որ կարողանաք հաղորդակցվել։ Հաջորդ 2 տարբերակները եւս հնարավորություն կտան մարդկանց հանդիպել, ովքեր անգլիախոս են։ Առաջի couchsurfing-ը հիմնական ֆունկցիան ճանապարհորդողների համար է սա ու միմյանց եթե հնարավոր է լինում, այսպես ասած կացարան են տալիս։ Եթե օրինակ կարող եք ինչ-որ մեկին հյուրընկալել 1 օր կամ չգիտեմ 8 ժամ որ քնի գնա, բայց իհարկե հայկական իրականության մեջ սա այդքան է տարածված չէ, բայց իրականում գրանցվելուց հետո կարող եք ուղղակի ընկերական հանդիպումներ ունենալ ինչ-որ այլ ճանապարհորդողների հետ, ասել որ չեմ կարող ձեզ տալ կացարան, բայց օրինակ կարող եմ տանել եւ մեր հրապարակը ձեզ ցույց տալ։ Եվ այսպես ձեռք եք բերում մեկ անգլիախոս ընկեր, ծանոթ, ում հետ մի քանի ժամ եւս կարողանում եք խոսել անգլերեն։ Հաջորդ intonations-ը սա մի հարթակ է, որը ամիսը 1 կարծում եմ ստեղծում է իվենթներ, հա միջոցառումներ, որտեղ գալիս են տեղում գտնվող, այդ տարածքում գտնվող շատ տարատեսակ մարդիկ տարբեր երկրներից։ Օրինակ կարող է ասել այսինչ ռեստորանում լինելու է այսինչ իրադարձությունը, հանդիպում եք, ծանոթանում եք, գիտելիքների փոխանակում, եւս ծանոթության տարբերակ է։ Այսպես ձեռք եք բերում անգլիախոս մարդիկ, ովքեր չեն հասկանում ձեր մայրենի լեզուն եւ ուղղակի ստիպված եք անգլերեն խոսալ։ 1-2 հանդիպումից հետո տեսնում եք ինչ լավ անգլերեն գիտեք։ Գնացինք. Train your brain to think in English. Սա ուրեմն վարժեցնել ձեր միտքը, ուղեղը մտածել անգլերեն։ Եկեք խոստովանենք, որ շատերդ եք լսել ու շատ դժվար է։ Սա դժվար է առաջի 2 level գիտելիքներ ունեցող մարդկանց համար։ Բայց ավելի բարձր, որ գոնե մի քանի նախադասություն կարողանում են կազմել, հա, B1 եւ բարձր մակարդակ տիրապետող մարդիկ արդեն կարող են արհեստական ստիպել իրենց խոսել անգլերեն, մտածել անգլերեն, ներողություն։ Ինչ որ թեմա որ ձեզ հետաքրքիր է, ուղղակի գիտակցաբար սկսում եք փորձում եք մտածել անգլերեն։ Օրինակ ինչ որ դեպք է եղել գործի ժամանակ կամ ինչ որ մեկին եք հանդիպելու, սկսում եք վերլուծել, ինչ անել, ինչ խոսալ, փորձում եք տվյալ process-ները մտքում անել անգլերեն։ Եվ դա իհարկե հետո անդրադառնալու է ձեր խոսքի վրա։ Բայց առաջի 2 level-ների համար, որ մի փոքր ավելի քիչ են տիրապետում լեզվին, սա եկեք խոստովանենք շատ դժվար է, գրեթե անհնար է, եթե չեք գտնվում հենց անգլիախոս երկրում, որ ուրիշ տարբերակ չունեք, բացի
մտածել, որ վերարտադրեք ձեր միտքը, որ լուծեք ձեր խնդիրը, ծարավեք, ջուր խմեք։ Ուրեմն, լուծումներից մեկը դեռ սկզբնական շրջանում արագ instant translation in mind, արագ թարգմանությունն է մտքի, սա պետք է զարգացնեք, այսինքն բառը եկավ, նախադասությունը եկավ, արտահայտությունը արագ գտնեք համապատասխան անգլերենի համարժեքը։ Ինչպես անել։ Ուրեմն, մի հատ տեքստ ունեինք, ճիշտ է վերևը, am-ի մասին, երբ որ present simple-ն էինք սովորում։ Այստեղ ունենք ուրեմն հայերեն, իհարկե մի մասն եմ ներկայացնում, հայերեն տարբերակը։ Մի վարքյան ձեզ ցույց տամ, ինչպես անել։ Ուրեմն, գրում եք հայերենը, փակում եք անգլերեն տարբերակը, կարդում եք հայերենը, թարգմանում եք անգլերեն, վերցնում եք փոքր հատված, անում եք վարժությունը այնքան, մինչև սենց տիրապետեք, որ խնդիր չունենաք էման բուժքույրը միանգամից գա, վերցնում եք միշտ քիչ չափաբաժիններ, ժողովուրդ քիչ չափաբաժիններ և անում եք շատ, ուզում եմ հիշեցնել ձեզ, որ կրկնությունը գիտության մայրն է, դա հենց այնպես չի ասվել։ Ամրապնդում է բոլոր գիտելիքը, ամբողջական գիտելիքը, ինչ ուզում եք յուրացնեք, ամրապնդում է։ Եվ այսպես, ոնց որ թե վերջ, այս ինչքան եք գրել։ Դե լավ հիշողություն ունի, մարդ կարող է նաև անգիր անել տեքստերը, հատկապես կօգնի dependent preposition-ները, շատ լավ է։ Քերականության սովորելի սովորողը պետք է հստակ պատկերացում կազմի, դա ինչպես է նա մի վարք այսպես անեմ, որ կարողանամ կարդալ, բարև ձեզ, շնորհակալություն ոտերի, երևի եթերի համար, ես ուշացումով միացա, կպահպանվի արդյոք եթերը, այո կպահպանվի, այո, Սերինեն արդեն պատասխանել էր իմ տեղը։ Ուրեմն, հարցեր ժողովուրդ։ Երբ սովորում եք, միանգամով մի վերջ, մի հիասթափվեք։ Մի հատը վատ է ստացվում, նորից կրկնեք։ Նայեք, եթե սովորում եք ինչ-որ մի հմտություն, օրինակ դաշնամուր նվագել, դուք կարող եք նայել ինչ-որ դաշնակահարի մատերին, հասկանաք ոնց է շարժում մատերը, բայց չեք կարող նույն կերպ վերարտադրել, որովհետև դուք հմուտ չեք։ Պետք է դանդաղ, շատ ձախողումներով այնքան անեք, մինչև ձեր մատերը կարողանան ադապտացվեն։ Նույնը պատկերացրեք մարդու արտասանական համակարգն է։ Մի հատ սխալ կարտասանեք, վատ կարտասանեք, մի խուսափեք, երբ որ որևիցե բառ, որևիցե հնչյուն ձեզ մոտ չի ստացվում։ Ուզում եմ մի բան ասել ձեզ, մի աշակերտ ունեի, ասեցի հիմա թեստ եք գրելու, ինքը կարատեիստ էր, ինձ ասեց, Հասմիկ ջան, ինչ ես վախացնում, բեր դրա ջարդը տամ։ Ուզում եմ ասեմ, երբ որ ձեզ մոտ ինչ-որ մի բան չի ստացվում, դրա ջարդը տվեք, մի խուսափեք, որովհետև մարդիկ ինչ-որ մի բան սխալ են արտասանում, խուսափում են, վախենում են, ինչ-որ ուրիշ բան կստացվի, ինչի, բառը չի ստացվում, 10 անգամ իրար հետևից արտասանեք, բարձրաձայն արտասանեք, սա մկանային համակարգը, արտասանական համակարգը պետք է ադապտացնեք լեզուն, ինչպես արտահայտի բառերը, ինչպես պետք է վստահություն ձեռք բերեք, եթե դուք չգիտեք բառը ինչպես արտասանեք, դուք կխուսափեք և չեք արտասանի, ուղղակի չեք արտասանի, կասեք չի, բայց ես մտածում էի, որ ես կարող էի պատասխանել այդ հարցին, բայց չպատասխանեցի, շատ բարձրաձայն կարդացեք, ինչպես արդեն ասեցի, վերցնում եք տեքստը, անխնա, առանց ձեզ խղճալու, ոչ ձեզ, ոչ ձեր ժամանակը, հաստատ ավելի լավ գործով դժվար զբաղվեք, ու սկսում եք կարդալ բարձրաձայն, կարդում եք այնքան, մինչև վառ տիրապետում եք։ Հարցեր ժողովուրդ, ունենք հարցեր։
Հարցեր։ Ուրեմն վեբինարի լինքը կտեղադրվի մեր Telegram-ի ալիքում եւ տվյալ նյութը եւս կտեղադրվի այնտեղ, որպեսզի կարողանաք օգտվել աղբյուրներից։ Ժողովուրդ, չունենք հարցեր։ Շատ լավ։ Դե ինչ, այսքանն էի նախատեսել, եթե կունենաք հարցեր, կարող եք զանգահարել, կարող եք գրել, հուսամ ձեզ համար օգտակար էր, կանեք այն ինչ ասեցինք, չեք հիասթափվի և կգնաք առաջ։ Կցանկանայի էլի նմանատիպ հանդիպումներ լինեին, Մարիամ ջան, ես էլ կցանկանայի, կփորձեմ կազմակերպել։ Ատեստավորման համար ինչից սկսել, այ Գայանե ջան, որպեսզի ասեմ ինչից սկսել ատեստավորման համար ինչից սկսել, պետք է ասեմ, պետք է իմանանք ինչ նյութ է իրանից ինչ նյութ կա։ Դա երևի, եթե հարկ լինի, ուղղակի առանձին կապվեք, կփորձեմ աջակցել ձեզ։ Եթե տիրապետում եմ A2, B1 մակարդակ բավականին, քերականական բազա, բառապաշար, արտասանության, լավ ընթերցանություն, բայց չեմ կարողանում սահուն խոսել, սովորում եմ այս պահին էլ, ինի հանդմ, որ կարողանամ լավ խոսել, ինչ անեմ, երևի, որ կարողանամ լավ խոսել։ Շարմաղ ջան, ուրեմն ասեմ ինչ անեք, մի հատ գիրք եք վերցնում ու բարձրաձայն կարդում եք, համ կարդում եք որպես extended reading, այսինքն ուղղակի, որ հավեսակարդակ, որ ինվորմացիան ծանոթանաք գրքի բովանդակությանը, հաջորդ տարբերակը, որ մի հատված եք վերցնում ու անխնա կարդում եք, բարձրաձայն դրեք 10 րոպե ու 10 րոպե առանց դադարի անընդհատ կարդացեք արտասանեք նորից ու նորից։ Որ մասնագետի հետ որ պարապում եք, խնդրեք, որ որևիցե նյութ, որ առնչվում եք նյութի հետ, լինի վիդեո նյութ, լինի տեքստային, պատմեք, ինչ տեքստ տեսնում եք, փոքր, մեծ, հետաքրքիր, անհետաքրքիր, պատմեք, մի վախեցեք սխալներից, ուղղակի պատմեք, դա կարող եմ ձեզ խորհուրդ տալ։ Քեզ լսել Հասմիկ ջան, հաճելի անսպար կուզեմ քեզ լսեմ։ Վայ Սերինե ջան, շնորհակալություն։ Տաթև, Հասմիկ ջան, շնորհակալություն շատ։ Խնդրեմ Տաթև ջան, որ լինի արդյունավետ։ Գայանե ջան, որ լինի արդյունավետ ատեստավորման համար։ Գայանե ջան, կարծում եմ կկարողանաք ինչ-որ ձևով ինձ հետ կապվել, կարող եմ համարը այսպես էլ ասել, բայց կամ վիդեո դասերի ընթացքում YouTube-ի վիդեո դասերի ընթացքում դրել եմ հեռախոսահամարը, կարող եք գրել 091 400 218 համարով, խնդրում եմ գրեք, զանգեք, կփորձեմ աջակցել ձեզ։ Grammar-ի կայքեր կան, կարելի է բարելավել դա։ Էլինա ջան, իհարկե կան, շատ են։ Ինչ քերականություն, որ ձեզ հետաքրքրում է, օրինակ past simple, present perfect, adjectives, ինչ քերականություն ձեզ հետաքրքրում է, գրում եք Google-ում, գրում եք past simple vs present perfect online exercises ու ձեզ անհամար վարժություններ ա բերում online checking-ի, հա, հենց online ստուգելու հնարավորությամբ, անսահման վարժություններ եք տեսնելու, անսահման, ամեն ինչ կա ինտերնետով, ուրեմն, որ լինի արդյունավետ, գրամարի կայքերի, իսկ դիմորդների հետ աշխատելիս քերականությունն է կարևոր դիմորդների հետ, եթե ինստիտուտ ընդունվող դիմորդների մասին է խոսքը, հայկական համալսարաններում, իհարկե քերականություն ու բառապաշար, քերականություն և բառապաշար։
Շատ հաճելի էր ինֆորմատիվ։ Շնորհակալություն Անկա ջան։ Իսկ դուք on-line դասընթացներ անցկացնում եք, այո, մանրամասների համար խնդրում եմ կապվել նշված համարով ատեստավորման համար TKT։ Հա, TKT-ն է, TKT-ն on-line, չգիտեմ որ մոդուլն են, այդտեղ մոդուլներ կան, առաջ, երկրորդ, երրորդ։ Խնդրում եմ այդ ինձ հետ առանձին կապվեք, քննարկենք, լավ։ Thanks dearest։ Voy, Սերինե ջան։ Thank you too։ Շատ շնորհակալ ենք։ Ես ատեստավորված ուսուցչուհի եմ, ամեն ինչ եւ TKT պարապեք։ Մարինեն ասեց, ամեն ինչ եւ TKT։ Շնորհակալություն շատ, շնորհակալ եմ շատ կգրեմ ձեզ։ Ես էլ եմ շնորհակալ ձեզ, որ միացաք, տրամադրեցիք ձեր ժամանակից, հուսամ օգտակար էր։ Ասմիկ ջան, շտեմարանից էլի տեսա դասեր տեղադրեք, դիմորդի համար խնդրում եմ, այնքան լավ եք բացատրում։ Վայ Սերինե ջան, իրականում շատ են սովորողները, ուղղակի մի քիչ դժվար է, բայց կփորձեմ։ Չեմ խոստանում, բայց կփորձեմ։ Լավ, միգուցե մի օր էլ հանդիպում կազմակերպենք եւ քննարկենք շտեմարանի նյութերը։ Հա, Մարինե ջան, բոլոր ատեստավորման համար է հարցը։ Խնդրում եմ կապվեք ինձ հետ, կփորձեմ, եթե հնարավոր է օգնել, բայց ուղղակի պետք է առաջադրանքները սովորեք եւ կատարեք։ Թեման շատ արդիական էր, սիրով ու անհամբեր կսպասենք նոր եթերների այնքան մաչելի ու հաճելի եք բացատրում։ Վիկտորիա ջան, շատ շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, որ ինձ հետ էիք, երևի այսքանը։ Եթե ունեք հարցեր, հետաքրքրված եք դասերով, շուտով լինելու է on-line դասընթացներ, կարող եք ուղղակի կապվել, կմանրամասնեմ, կքննարկենք, կարծում եմ էլի կլինեն նմանատիպ հանդիպումներ։ Շատ շնորհակալ եմ։ Լավ մնացեք։